Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Խորհրդարանը դեռ նախագահություն է ձևավորում, ընդդիմության առաջարկած փոխնախագահի Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումներն այսօր չեն ավարտվել, իշխող քաղաքացիական պայմանագիրը դեռ որոշում չունի նրան ընտրելու վերաբերյալ։ Մոսկվայի շարունակվող սահմանափակումների պայմաններում Հայաստանի վարչապետը Ղրղըզստանում մասնակցում է ԵԱՏՄ նիստին, ընդլայնված կազմով հանդիպումը վաղն է։ Փաշինյանը խոստացել է բարձրացնել բոլոր կնճռոտ հարցերը, մինչ այդ ռուս պաշտոնյաները մեկը մյուսի հետևից դժգոհում են Երևանից։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացումն ավարտելուց հետո կառավարությունը մտադիր է այն հանձնել հավատարմագրային կառավարման։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել նաև մեկ այլ լիբանանահայ գործարարից առանձնապես խոշոր չափերով շորթման եւ փողերի լվացման առերևույթ դեպքերով։ Վանաձորի թաղամասերից մեկում տրանսպորտի ուշացման խնդրի բարձրաձայնումից հետո արդեն 3 ամիս է բնակիչները զրկվել են միակ ավտոբուսից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է համարել Իրանի հետ բանակցությունները, չնայած պաշտոնական Թեհրանը չի հաստատում, թե բանակցում է Վաշինգտոնի հետ։ Նորընտիր ազգային ժողովը դեռ նախագահություն է ընտրում, իշխող քաղաքացիական պայմանագրի թեկնածուները, նախագահը եւ 2 փոխնախագահներն ընտրվել են, հերթը ընդդիմության 1 փոխխոսնակինն է։ Թեկնածուն ուժեղ Հայաստանից Արամ Վարդևանյանն է, այսօր ողջ օրը ազգային ժողովը քննարկել է նրա թեկնածությունը եւ վաղն էլ կշարունակի։ Թե երբ կլինի ընտրությունը դեռ պարզ չէ, բայց վաղվա նիստին գոնե դրա երկրորդ կեսին ընդդիմադիր 2 խմբակցությունները չեն մասնակցի, քանի որ լինելու են վաղաշաբաթում այնտեղ մեկնարկելու է ամենայն հայոց կաթողիկոսի դատավարությունը։ Խորհրդարանում իրադարձություններին առավոտից հետևել է իմ գործընկեր Աստղիկ Բեդևյանը։ Այսօր ողջ օրը ազգային ժողովը չավարտեց փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր ուժեղ Հայաստանից Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկումը, հարցեր տալու համար 43 պատգամավոր էր հերթագրվել, իսկ ելույթների համար էլ ավելի շատ 59։ Բավականին պոպուլյար եք, պարոն Վարդևանյան։ Եվ օրվա վերջում ելույթները նոր սկսեցին։ Ու եթե բոլոր հերթագրվածները ելույթ ունենան, դա վաղը փաստորեն չի ավարտվի։ Ասեմ, որ ուժեղ Հայաստանը հայտարարել է, որ վաղը լինելու է վաղաշաբաթի դատարանում վեհափառի դատին, նա որպես մեղադրյալ է կանգնելու դատարանի առջև։ Մենք կլինենք վաղաշաբաթում ժամը 4-ին, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետևանքներ։ Իսկ փոխխոսնակի ընտրությունը, եթե հենց այդ ժամին եղան, կմասնակցեն, հարցրեցի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, ասաց իրենց համար առաջնահերթություն են համարում կրոնական պարտքը։ Իսկ եթե պատգամավորները որոշեն հանել իրենց ելույթները կամ որոշ պատգամավորներ որոշեն, շատ հնարավոր է, որ ընտրությունը հենց այդ ժամերին էլ լինի։ Մեր կրոնական պարտքը առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ։ Իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը դեռ չի որոշել կընտրի Վարդևանյանին փոխխոսնակի պաշտոնում, թե ոչ, խմբակցության ղեկավարը ասաց, հարցերի պատասխաններից, նաև ելույթներից է կախված եւ դրանից հետո քննարկում կանեն եւ որոշում կընդունեն։ Հարցերին հստակ պատասխաններ չի տրվում, շրջանցելով պատասխաններ չեն տալի եւ լիքը շատ այլ բաներ, որ կարեւոր է եւ Իսկ ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պնդում էր, որ իրենք չեն առաջնորդվի նրանով, որ ընդդիմադիր ուժեղ Հայաստանը հայտարարեց, որ դեմ են քվեարկել թե ազգային ժողովի նախագահի, թե 2 փոխխոսնակների թեկնածուներին։ Դա ինչ-որ մանր քինախնդրության նման մի բան կլինի, որպես այդպեսին մենք շատ ավելի բարձր ենք դրանից, կորոշվի քննարկման արդյունքներով, նաև խմբակցությունը որոշում կկայացնի եւ խմբակցության ղեկավարը դրա մասին կհայտարարի նաև կայացված որոշման դրդապատճառների մասին։ Ես նշեմ, որ հենց քաղաքացիական պայմանագրի ձայներից է կախված։ Վարդևանյանը կընտրվի ազգային ժողովի 3-րդ փոխխոսնակ, թե ոչ, իսկ այդ պաշտոնում առաջադրումը օրենքով բացառապես ընդդիմությանն է վերապահված։
Իդեպ նույն տեխնացուն 3 անգամ կարող է առաջադրվել, եթե չընտրվի այս փուլում առաջին նստաշրջանում, հարցը փակվում է, հաջորդ հարցին են անցնում, հետո երբ ազգային ժողովը ձևավորված կլինի, ելի նույն տեխնացուն կարող է առաջադրվել։ Պարոն Վարդևանյան, Իշխանության հարցերը ամենակնճռոտ թեմաներին էին վերաբերում։ Քաղբանտարկյալներ, Հայաստանի տարածքային ամբողջականություն, դրա քառակուսի կիլոմետրի վերաբերյալ հարցեր հնչեցին։ Ընդունում է Վարդևանյանը, որ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, թե ոչ։ Քաղբանտարկյալների մասով ասած աննախադեպ է նրանց թիվը, իսկ տարածքի վերաբերյալ Վարդևանյանը ասաց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է երկու տարբեր թվեր ասել տարբեր ժամանակներում 29743, 29800։ Իշխանությանը ակնհայտորեն նրա պատասխանները չէին բավարարում, շատ հարցերի վերաբերյալ, նաև այս հարցի վերաբերյալ նրանք խուսանավել էին դա գնահատում, անդրադառնում էին ընտրակաշառքի թեմային, ընտրությունների փուլում եւ դրանից հետո հենց ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ են ամենաշատ ընտրակաշառքի դեպքերով գործերը հարուցված եւ հիշեցնեմ, իսկ Արամ Վարդևանյանի պատասխանը այս հայտարարություններին եւ պնդումներին այն էր, որ այս պահի դրությամբ օրինական ուժի մեջ մտած որևէ դատավճիռ ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների նկատմամբ չկա։ Իսկ ընտրակաշառքը նա անձամբ եւ իր ուժը պարսավելի են համարում։ Նրա քաղաքական անցյալին անդրադարձ եղավ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում է եղել 2017 թվականի մասին է խոսքը, վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն է եղել, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի ցուցակով է падգամավոր դարձել, իսկ հիմա ուժեղ Հայաստանի անդամ է։ Ասած չի վերադառնալու փաստաբանությանը, իսկ հիմա իրեն միայն ուժեղ Հայաստանում է տեսնում։ Ինչպես պնդում էր հենց Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի քաղաքականությունն է նրան ստիպել վերադառնալ քաղաքական դաշտ։ Ելույթները վաղվա նիստում կշարունակվեն եւ երբ տեղի կունենա արդեն քվեարկությունը, դա վաղը պարզ կդառնա։ Մոսկվայի շարունակվող սահմանափակումների պայմաններում Հայաստանի վարչապետը Ղրղըզստանում մասնակցում է ԵԱՏՄ նիստին, ընդլայնված կազմով հանդիպումը վաղն է։ Մինչ այդ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2026 թվականին նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 2/3-ով։ Օվերչուկը նաև անդրադարձել է Հարավկովկասյան երկաթուղուն, նշելով, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու հարցով որևէ դիմում Հայաստանից չեն ստացել, սակայն անդադար հրապարակային հայտարարություններ են լսում այդ մասին։ Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատանքը իրականացնելով կոնցեսիոն կառավարումը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա։ Ռուսական երկաթուղիներն էլ հակադարձեց, եթե հայկական կողմը մտադիր է փոխել կամ դադարեցնել կառավարման պայմանները, պետք է վերադարձնի ներդրումները։ Ու մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ԵԱՏՄ նիստում բարձրացնել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ կապված բոլոր կնճռոտ հարցերը, Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևն է հայտարարել, որ Ռուսաստանի հետ իրական դաշնակցային համագործակցություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը կասկածի տեղիք է տալիս, հավելելով, որ ակնկալում են հայկական կողմն ավելի հավասարակշռված եւ իրատեսական մոտեցում կցուցաբերի։ Ալեքսեյ Ֆադեևի խոսքով Մոսկվային դուր չեն գալիս նաեւ Երևանի եւ Կիևի վարչակազմի ցուցադրական սիրահետումները։ Մոսկվան գարնանից սկսեց փուլ առ փուլ արգելել հայկական ապրանքների ներմուծումը Երևանում Եվրամիության հետ երկու գագաթնաժողովներից հետո։ Դրանցից մեկին մասնակցում էր նաեւ Ուկրաինայի նախագահը։ Հայաստանյան ապրանքների Ռուսաստանի շուկա արտահանման սահմանափակումների հարցը բարձրացրել է ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ռուսաստանի խորհրդարանի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ այսօր կայացած հեռախոսազրույցում։ Ռուբինյանը ըստ ազգային ժողովի հաղորդագրության կրկնել է Փաշինյանի միտքը, որ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացումը, որը պահանջում է Մոսկվան, կարող է հնարավոր դառնալ միայն Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց հետո։ Մոսկվան նշել է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, ըստ հաղորդագրության Մատվիենկոն մյուս ռուս պաշտոնյաների նման դժգոհել է Երևանից, պնդել, թե հայկական կողմի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին հաճախ չեն համապատասխանում կոնկրետ գործերին։
Ռուսական կողմի հաղորդագրությունում մի ուշագրավ հատված էլ կա։ Նշվում է, որ Մատվիենկոն ուշադրություն է հրավիրել նաև երրորդ երկրների հարցումներով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների մեջբերեմ համակարգային ձերբակալությունների վրա։ Նման պրակտիկայի շարունակման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, ասել է նա, թե ինչ համակարգային ձերբակալություններ նկատի ունի ռուս պաշտոնյան եւ որոնք են երրորդ երկրները, պարզ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հստակեցրել է ինչ է սպասվում էլ ցանցերին։ Կառավարությունը այն պետականացնելուց հետո կհանձնի հավատարմագրային կառավարման, բայց պետական մասնաբաժնով եւ կառավարման խորհրդում պետության ներկայացուցիչով։ Հեցի պետականացման գործընթացն արդեն ավարտական փուլում է, կառավարությունն առաջիկայում քննարկելու է այն հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը եւ փոխհատուցման հարցը։ Մինչ այդ հեցի սեփականատերը տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի Տաշիր գրուպը թե հայաստանյան, թե միջազգային ատյաններում բողոքարկում է գործընթացը։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացումն ավարտելուց հետո կառավարությունը մտադիր է այն հանձնել հավատարմագրային կառավարման։ Որոշման մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը սակայն չմանրամասնեց, տեղական թե միջազգային օպերատորի են պատրաստվում հանձնել ռազմավարական նշանակության այս օբյեկտը։ Հեցի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք։ Դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման։ Անցած տարի Փաշինյանը հեցի շուրջ իրադարձությունների զարգացման երկու սցենար էր նշում. կամ ամբողջությամբ թողնել պետական, կամ բաժնեմասը փոխանցել միջազգային հեղինակավոր կառավարչի։ Փաստացի գործադիրն ընտրել է երկրորդ տարբերակը։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանն Ազատության հետ զրույցում հստակեցրեց. ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո պետությունն այնտեղ անպայման կունենա իր բաժնեմասը, նաև կառավարման խորհրդում ներկայացուցիչ։ Երբ որ գույքը օտարվի կամ երբ որ գույքը հեցի դեպքում հանձնվի ուրեմն հավատարմագրային կառավարման, պետությունը հետաքրքրված է գտնել են ձևը եւ վստահաբար մենք գտել ենք արդեն այդ ձևը, ինչպես ԶՊՄԿ-ի պարագայում, ինչպես այլ կազմակերպությունների պարագայում պետության ներկայությունը, այդ թվում նաեւ պետության ներկայացուցիչի ներկայությունը կառավարման խորհրդում ապահովելու, հետեւաբար ապահովելու նաեւ թափանցիկությունը կառավարման process-ում։ Հեցը հավատարմագրային կառավարման հանձնելու համար սակայն նախ պետք է ամբողջությամբ ավարտվի պետականացման գործընթացը։ Դրանից հետո միայն կառավարությունը մրցույթ կհայտարարի եւ կընտրի այն օպերատորին, որը ոչ միայն կառավարման փորձառություն ունի, այլև պատրաստ է ստանձնել ընկերության ներդրումային պարտավորությունները։ Հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքումից հետո պարզ կդառնա, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու պետության եւ նոր կառավարչի բաժնեմասերը։ Կան արդյոք ընկերություններ, որոնք պատրաստ են ստանձնել հեցի կառավարումը։ Նախարար Խուդատյանը դեռ փակագծեր չի բացում։ Կարիք կա պրոֆեսիոնալ կառավարիչի ներգրավել այս մասով միջազգային փորձ ունեցող օպերատորի եւ վարչապետի այսօրվա հայտարարությունը այդ տրամաբանության մեջ էր։ Այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող, որտեղ այլ մանրամասների շուրջ քննարկում էլ մեծ հաշվով կոնկրետ դետալային չի եղել, երբ որ լինի այդ ժամանակ արդեն կառավարությունը հանդես կգա հայտարարությամբ։ Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանից հեցը վերցնելու մասին վարչապետը հայտարարեց անցած տարվա հունիսին։ Փաշինյանի այդ հայտարարությունից ժամեր առաջ Կարապետյանը հայտնել էր հայ առաքելական եկեղեցին իշխանությունների մեջբերեմ հարձակումներից պաշտպանելու պատրաստակամության մասին։ Գործարարի շրջապատը պնդում է, հեցի շուրջ գործընթացը հենց սրանից սկսվեց։ Սեփականատերերի դիմումներն ինչպես ներհայաստանյան, այնպես էլ միջազգային ատյաններում սակայն դեռ քննվում են եւ վերջնական որոշումներ չկան։ Ընկերության նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը կարծում է, որ այս իրավիճակում որևէ ընկերություն չի համաձայնի ստանձնել կառավարումը։ Այդտեղ շատ լուրջ խնդիր առաջանալու այս ընթացքում տրված վնասների փոխհատուցման վերաբերյալ մենք ի սկզբանե ասում էինք, չվստահելով եւ համապատասխան սուբյեկտի եւ ինչպես նաեւ իր թիմի կառավարման, ասում ենք մի արեք, որովհետեւ վնաս եք տալու հաստատ, հետո խնդիր առաջանալու։ Եթե իհարկե այդ միջազգային կազմակերպությունը ունի այլ նպատակ։ Օրինակ, մեզ համենայն դեպս ոչ բարեկամ երկրների կողմից ուղիղ կամ այլ երկրներում գրանցված, բայց այդ ոչ բարեկամ երկրների հետ կապ ունեցող ինչ-որ ընկերություն։ Այսինքն դա ձեռք բերել որպես ռազմավարական նշանակություն ունեցող ընկերություն։ Ընդդիմադիր падգամավորն ուղիղ ասաց, կասկածում են, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակության այդ օբյեկտը կարող է ուղիղ կամ անուղղակի հանձնվել Թուրքիային կամ Ադրբեջանին։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը կտրուկ հերքեց նման սցենարը։
Այդ պնդումը կարծում եմ նույն քաղաքական ուժի կողմից է, ովքեր 300,000 ադրբեջանցիների վերադարձի կեղծ օրակարգ են բերել եւ հետեւաբար այդ ուժի գործողությունները շատ մեկնաբանելու կարիք էլ չկա։ Սամվել Կարապետյանը հեծը ձեռք բերեց 2015-ին Էլեկտրիկ Երևանի բողոքի ակցիաներից հետո, երբ ռուսական Ինտերրաոն որոշեց հեռանալ Հայաստանից։ Տաշիր խումբն այդ տարիներին ցանցերի վերազինումն իրականացրել է սեփական միջոցներով ու վարկերով, պետությունն ուղղակի ներդրումներ չի արել։ Այժմ Կարապետյանի ընդդիմադիր ուժից արձանագրում են, եթե կառավարությունը նույն Վեոլիա ջրում չի անում անհրաժեշտ ներդրումները, ինչպես է հոգալու հեծի հսկայական ծախսերը։ Եթե հավատարմագրային կառավարման վերցնողը պետք է իր շահույթը դնի, այսպես իրենը չի էլի, որ պարտադրես որպես պետություն, ասես ամբողջ շահույթը դիր ներդրում կատարի։ Ենթադրում են, որ ներդրում պետք է կատարի պետությունը Վիոլիա ջրի պես։ Վիոլիա ջրի խնդիրների ամբողջությամբ պետությունը ինչ ասում, ասում է դե իրանք մեղավոր չէր, մենք ենք մեղավոր, ներդրումները պետք է կատարեն, ցանցը արդիականացնենք, որպեսզի անխափան ջրամատակարար լինի։ Հիմա ինձ հետաքրքիր է այդ ներդրումները որտեղից են կատարվում։ Ինչև այս պահը կիսատ-պրատ ինչ էլ կատարում են, Կարապետյանի գումարներով են կատարում։ Ոչ վարչապետը, ոչ ոլորտի պատասխանատու նախարար Դավիթ Խուդատյանը այս հարցերին այսօր չանդրադարձան։ Նախարարը միայն նշեց, որ հեծի պետականացման գործընթացը գրեթե ավարտական փուլում է։ Հանրային գերակա շահ ճանաչելուց հետո գործադիրը նաև պարտավոր է հեծի սեփականատերերին փոխհատուցում տրամադրել։ Ամենայն հավանականությամբ կառաջարկեն այնքան, որքան առաջարկել էին ընկերությունը գնելու համար՝ մոտ 145 միլիոն դրամ։ Բաքվի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել 15 հայ գերիների դատավճիռները, իսկ դատավարության ընթացքում տեղի ունեցող խախտումների մասին հերթական անգամ ընտանիքի միջոցով տեղեկացրել է Արցախի նախկին ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։ Այս հազվադեպ հեռախոսազանգերը այն միակ միջոցն են, որով հայ գերիները կապ են պահում ընտանիքների հետ։ Մոտ 1 տարի է Կարմիր խաչի փակվելուց հետո նրանք մեկուսացման մեջ են, իսկ դատական նիստերը շարունակվում են փաստացի փակ պայմաններում։ Մինչ այժմ Ռուբեն Վարդանյանի դատավճռից բացի մյուս գերիների դատավճռներն ու մեղադրական եզրակացություններն էլ չեն տրամադրվել։ Միջազգային ատյաններում հայ գերիների ներկայացուցիչն ասում է, անկախ այս հանգամանքից պատրաստվում են դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է 15 հայ գերիների բողոքն ու ուժի մեջ թողել առաջին ատյանի որոշումը, որով նրանք մեղադրվում են ծանր ռազմական հանցագործությունների համար ու դատապարտվել են 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Հայրից Դավիթ Իշխանյանն է այսօր ընտանիքի միջոցով ձայնային հաղորդագրություն հրապարակել։ Բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է եւ դատավորական կոլեգիան չի, որ կայացում է այդ վճիռը։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահը, որին Ադրբեջանը դատապարտել է ցմահ ազատազրկման, նորից խոսում է իրենց ոտնահարված իրավունքների մասին։ Նշում է, որ ադրբեջանական դատարանում նույնիսկ ելույթը թույլ չեն տվել ավարտել։ Դատախազության ներկայացուցիչները եւ թե նաեւ դատավորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին որոշներին, այդ թվում նաեւ ինձ այդպես էլ չթողեցին ամբողջական իմ խոսքը ներկայացնել, բայց այնուհանդերձ խնդիր չէ, մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է եւ շատ բարձ հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարություն է, այլ կերպ չի էլ կարող լինել։ Նիստերը շարունակվում են փակ, առանց անկախ լրատվամիջոցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։ Լրատվությունը ինչպես միշտ ներկայացվում է միակողմանի մանիպուլացված, իրականությանը ոչ համապատասխան։ Հայ գերիները մոտ 1 տարի է կատարյալ մեկուսացման պայմաններում են։ Բաքվում Կարմիր խաչի միջազգային գրասենյակը փակելուց հետո ընտանիքների հետ միակ կապը հեռախոսազանգն է, այն էլ ադրբեջանական իշխանության հսկողությամբ։ Պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, այսինքն օրենքի ուժ չկա։ Մենք ենք որոշողը, այս սկզբունքով են առաջնորդվում դատավորները եւ դատավորական կոլեգիան, պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը եւ ոչ էլ առաջի ատյանի դատավճիռը։ Մինչ այս պահը դատավճիռն ու մեղադրական եզրակացությունը չեն տվել պաշտպանական կողմին։ Դավիթ Իշխանյանը ամիսներ շարունակ պահանջում է, որ այն փոխանցեն նաև իր ընտանիքին, որ կարողանան դիմել միջազգային ատյաններ։ Դիմել էր նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ միջնորդի, բայց Անահիտ Մանասյանը արձագանքել էր, թե Ադրբեջանում այդպիսի լիազորություն չունի։ Միջազգային ատյաններում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանին էլ չեն փոխանցում դատավճիռը։ Չի տրամադրվում այն փաստաբաններին, որոնք կարող են արդյունավետ դա բողոքարկել ներպետական կամ միջազգային ատյաններում։
Սա արդեն իսկ խոչընդոտ է իրավունքի իրականացմանը եւ սա հանգեցնում է անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի խախտման։ Մինչ այս պահը հաջողվել է ստանալ միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռն ու այդ գործով արդեն գանգատ կա Միեդում։ Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որ երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել ու 4 ամիս պաշտոնավարեց Արցախում, ադրբեջանական դատարանում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այս պահին վկայակոչում ենք միջպետական գանգատը ներկայացնելուց հետո տեղ գտած խախտումները, որտեղ կենտրոնական է դատարանների ներգրավվածությամբ քաղաքական պատվերով հետապնդումը, որը պատժիչ նպատակ է ունեցել եւ ոտնահարել է արդար դատաքննության բոլոր ստանդարտները։ Անկախ այն բանից միջազգային փաստաբանին կտան դատավճիռներն ու մեղադրական եզրակացությունները առաջիկա շաբաթներին բոլորի գործերով գանգատներ կներկայացվեն Եվրադատարան։ Դատավճիռը մեզ չտրամադրելու, ընտանիքին ինձ որպես միջազգային փաստաբան չտրամադրելու պարագայում բոլոր դեպքերում մենք կարողանալու ենք բողոքարկել այն տարբերությամբ, որ հավելելու ենք փաստաթղթին ծանոթանալու անհնարինության հարցը, որը կապված է բողոք ներկայացնելու իրավունքի հետ։ Արցախի նախկին պաշտոնյաներին ու մյուս գերեվարված հայերին առաջադրված մեղադրանքները անհիմն են, գործերը շինծ ու քաղաքական պատվերով են հետապնդվում, ոտնահարվել է նրանց արդար դատաքննության իրավունքը, ընդհուպ նրանց տարրական իրավունքները, շեշտում է Սիրանուշ Սահակյանը։ Այս բոլորը մանրամասն ներկայացվելու է Մարդու իրավունքների եվրոպական ատյանում։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել նաև մեկ այլ լիբանանահայ գործարարից առանձնապես խոշոր չափերով շորթման եւ փողերի լվացման առերևույթ դեպքերով։ Վանաձորի թաղամասերից մեկում տրանսպորտի ուշացման խնդրի բարձրաձայնումից հետո արդեն 3 ամիս է բնակիչները զրկվել են միակ ավտոբուսից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է համարել Իրանի հետ բանակցությունները, չնայած պաշտոնական Թեհրանը չի հաստատում, թե բանակցում է Վաշինգտոնի հետ։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա մուլտիգրուպ կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Արուստամյանի նկատմամբ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել նաեւ լիբանանահայ գործարարից առանձնապես խոշոր չափերով շորթման եւ փողերի լվացման առերևույթ դեպքերով։ Խոսքը 2008-ից 2011 թվականների ընթացքում տեղի ունեցած դեպքերին է վերաբերում։ Ընդ որում քննչականի հաղորդմամբ Ծառուկյանի թիմը բռնության սպառնալիքով է լիբանանահայից խլել համատեղ ընկերության 50% մասնաբաժինը։ Մինչ այդ Ծառուկյանը մեղադրվում էր նաև իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ հափշտակելու եւ փողերի լվացման համար։ Ծառուկյանն ու Արուստամյանը մեղքը չեն ընդունում։ Բացարձակ սուտ, իրականության հետ որևէ աղերս չունեցող մեղադրանք է, տեսեք, նույնիսկ վաղեմության ժամկետները անցած են այդ մեղադրանքով, բայց այնուամենայնիվ ոչ պարոն Ծառուկյանը, ես տեղեկացված եմ նաև ոչ էլ պարոն Արուստամյանը ցանկանում են ապացուցել իրենց անմեղությունը, ուրեմն այնքան հաստատուղթ ու փաստարկ կա այդ գործով, ուղղակի հիմա ժամանակներն այնպիսին են, որ արդեն մենք իմունիտետ ենք ձեռք բերել էլի այդ մասով։ Մեր կողմից ներկայացված փաստաթղթերը, մեր անմեղությունը հիմնավորող փաստարկները, ժամանակագրությունը որևէ կերպ ազդեցություն չի թողում մեր քննչական մարմնի ներկայացուցիչների վրա, այդ ուներ դատախազների վրա։ Գևորգ Թորամանյանը, իմ համար ճակերտների մեջ տուժողը, 12 տարի առհասարակ Հայաստանում չի եղել ու զավեշտը որն է, երբ որ պարոն Ծառուկյանին կամ Արուստամյանին ձերբակալում են, ինքը միամիտ հայտնվում է Հայաստանում, հետո գնում է, հետո նորից ձերբակալում են, հետո նորից է հայտնվում Հայաստանում։ Բարգավիճ Հայաստանի հիմնադիր գործարար Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը զուգահեռ ստուգումներ սկսվեցին եւ այդ պատճառով փակվեցին նաեւ նրան պատկանող տասնյակ ընկերություններ, որոշները պետականացնելու գործընթաց է սկսվել։ Ծառուկյանի ընտանիքին պատկանող կազմակերպություններից բացի խոշորացույցի տակ է նաեւ Կենտրոն հեռուստաընկերությունը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը այսօր տուգանել է 100,000 դրամով, համարելով, որ Ծառուկյանի վերաբերյալ տեղեկատվությունը գերազանցել է եթերի 25%-ը։ Հեռուստաընկերությունում
մտահոգված են, որ սա հնարավոր է քայլ է իրենց հեռուստաեթերից զրկելու ճանապարհին։ 100,000 դրամ տուգանք կենտրոն հեռուստաընկերությանը Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ ու դրան հաջորդող օրերին նրա մոտ 70 ընկերությունների փակման մասին լրատվական հաղորդումներում չափից շատ անդրադառնալու համար։ Ես նույնիսկ երբ որ Discovery-ով առյուծ եմ տեսնում, ասոցացնում եմ մուլտիվերնեսի։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ դերասան ռեժիսոր Արթուր Մանուկյանի համար ցանկացած առյուծ ասոցացվում է կալանավորված Ծառուկյանի ընկերությունների հետ։ Քանի որ մուլտիմեդիա փակվար, կենտրոն TV փակվարն է իրական մուլտիբանալի կենտրոն հեռուստաընկերությանն վերաբերում։ Հետևաբար հուլիսի 6-ին, 7-ին եւ 8-ին մշտադիտարկում իրականացվել է կենտրոն հեռուստաընկերություն։ Ծառուկյանի ընտանիքին պատկանող կոնցերնի մաս կազմող հեռուստաընկերության գլխավոր տնօրենը համաձայն չէ հանձնաժողովի միաձայն ընդունված այսօրվա որոշման հետ, այն ստանալուց հետո կորոշեն դիմել դատարան, թե ոչ։ Որովհետև այս իրադարձությունները ես չեմ պլանավորել, դա պետության պլանավորած իրադարձություններ են։ Պետղեհեմ Արաբյանը հանձնաժողովականներին հարցրեց, ինչու որոշեցին դիտարկել հեռուստաընկերության աշխատանքը հենց այն օրերին, երբ իրավապահները մտան Ծառուկյանի տուն ու հիմնարկներ։ Հանձնաժողովականները բացատրեցին, իրենք են որոշում, թե երբ դիտարկում անեն։ Սկսեցին մոնիթորինգը ու գտան խախտում։ Ծառուկյանի թեման լրատվական թողարկումներում գերազանցել է օրենքով սահմանված 25%-ը։ Ում մասին է եղել 25%-ը։ Հաշվի առնելով ձեր հարցը Գագիկ Ծառուկյանը։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը պնդեց 8 տարվա ընթացքում կենտրոնը նման չարաշահում է թույլ տվել եւ 4 անգամ պատժվել եւ 4 անգամն էլ Ծառուկյանի պատճառով։ Տասնյակ անգամներ են զգուշացրել աստիճանաբար նվազեցնել մեծահարուստ գործարարի լուսաբանումը, բայց ապարդյուն։ Ինչի ատեց, արդյոք Գագիկ Ծառուկյանը սեփականատերն է, կամ ազդեցություն ունի, կամ ֆինանսավորված է հեռուստաընկերությունը, որ այդպիսի մեծ ուշադրություն կա հենց այդ անձի նկատմամբ։ Արաբյանը սակայն հակադարձեց Արարատ ցեմենտի եւ մյուս ընկերությունների փակվելու, մարդկանց անգործ թողնելու, ցեմենտի պակասի մասին թեմաները նույն Ծառուկյանի թեման չեն եւ իրենց հրապարակած կադրերում Գագիկ Ծառուկյանն անգամ չի էլ երևում։ Եթե ես հայտնում եմ, որ փարավոնը փակվում է, եթե էպիկենտրոնը անդրադառնում է այդ թեմային, ինչ առնչություն ունի դա Գագիկ Ծառուկյան անձին լուսաբանելու հետ։ Կամ Արարատ գինու կոնյակի օղու կոմբինատում քննչական գործողությունները կարծեմ երկու մարմնի կողմից եւ ՊԵԿ-ի եւ քննչական կոմիտեի։ Այսինքն եթե մենք դա լուսաբանում ենք, որովհետեւ հսկայածավալ գործարանում գործողություններ են իրականացնում, եթե պետությունը ռեսուրսներ է հատկացրել, եթե գործողություն է իրականացնում, եթե պլանավորել է այդ ամենը իրականացնել, ապա ուրեմն եւ պետք է լուսաբանել։ Ամենայն վստահությամբ ձեզ հայտնում եմ, եթե դա չլիներ Գագիկ Ծառուկյանը եւ իրեր X անց լուսաբանվելու է նույն կերպ։ Եթե մտել են Գագիկ Ծառուկյանի տուն եւ մտնեին X անձի այգի, ապա լուսաբանումը կլիներ այդպես։ Կենտրոնի ղեկավարը պնդեց, երկրի թիվ 1 իրադարձությունն այդ օրերին Ծառուկյանն ու նրա ձեռնարկություններում իրավապահների գործողություններն էին եւ դրանց անդրադարձել են ոչ միայն իրենք, այլ ամբողջ լրատվական դաշտը։ Ըստ հանձնաժողովի, սակայն մյուս լրատվականները նման խախտում թույլ չեն տվել։ Ասոցիացիա Գագիկ Ծառուկյանի հետ։ Նույն ձև ուրեմն ասոցիացիա ունեն բոլոր նախարարները վարչապետի հետ։ Մինչ Արաբյանը բացատրում էր, որ հանրային հնչեղության թեմաների է անդրադարձել, հանձնաժողովի անդամ լրագրող եւ մեդիա վերլուծաբան Նունե Հախվերդյանը հակադարձում էր։ Դուք ասում եք մեկ անձի շուրջ չի, բայց եթե նույնիսկ անձի շուրջ մենք ասում ենք, որ թեման է եւ ի վերջո սա տենց մի արտահերթ իրավիճակ չի։ Դա աղետալի չի եւ արտակարգ իրավիճակ չի հայտարարված հասարակությունում, որ դա լինի մեղացուցիչ հանգամանք։ Կենտրոնի ղեկավարը մի օրինակ էլ բերեց, եթե առաջնորդվեն հանձնաժողովականների տրամաբանությամբ, ապա լրատվամիջոցներին կարող են տուգանել նաև տարբեր նախարարությունների աշխատանքը լուսաբանելու համար։ Եթե ես լուսաբանում եմ արդարադատության նախարարությանը, ես լուսաբանում եմ սոցիալ-նախարարությանը, ես լուսաբանում եմ պաշտպանության նախարարությանը, նույն օրը ես լուսաբանում եմ նաև արտաքին գործերի նախարարությունը, արդյոք ես լուսաբանում եմ միայն կառավարությանը եւ դա 25%-ի խախտում է, կամ արդյոք ես լուսաբանում եմ Նիկոլ Փաշինյանին։ Արդյոք միտում տեսնում են հանձնաժողովի որոշման մեջ, որովհետև երբ այն նույն առավոտյան պետական մի շարք կառույցներ գնացել են մուլտիգրուպ կոնցերնի մի շարք ընկերություններ, փաստացի չագերտավոր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն էլ եկել է կենտրոն հեռուստաընկերություն։ Եթե այս նույն խախտումը հեռուստատեսությունը 1 տարվա ընթացքում էլի թույլ տա, ապա կկասեցվի նրա լիցենզիան, իսկ դրանից հետո այն կդադարեցվի։ Արդյոք Ծառուկյանին ունեզրկելու մասին վարչապետի հայտարարությունից հետո կենտրոնը եւս կվերցնեն, պարզ չէ։ Տիգրան Հակոբյանը
հրաժարվեց նման հարցերի պատասխանել։ Տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող Ծառուկյանի 3 ընկերություններ նրա կալանավորմանը հաջորդած 1 ամսվա ընթացքում արդեն անցել են պետության կառավարմանը։ Իդեպ Հակոբյանը խոստովանեց, որ հանրային հեռուստաընկերությունը եւս նմանատիպ խախտումներ է թույլ տալիս, բայց իրենք օրենքով լծակներ չունեն։ Այն, ինչի համար այսօր տուգանվեց կենտրոնը, պարբերաբար քննադատվում է հանրային հեռարձակողը։ Օրինակ, անկախ դիտորդի մոնիթորինգը ցույց է տալիս, որ նախընտրական շրջանում քարոզչական եւ քարոզչական ենթատեքստ ունեցող նյութերում հանրայինը առավելապես անդրադարձել է իշխող քաղաքացիական պայմանագրին, իսկ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը ունեցել է առավելապես բացասական հակաքարոզչական շեշտադրում։ Ինչու Բարգավաճ Հայաստանի ցուցակով պատգամավորի թեկնածու Մայր Հայաստան կուսակցության անդամ կալանավորված Արեգ Նազմանուկյանի գործը չի հասնում վերաքննիչ։ Այս հարցով այսօր Մայր Հայաստանի ներկայացուցիչները բողոքի ցույց էին անում բարձրագույն դատական խորհրդի մոտ։ Մանուկյանին կալանավորելու որոշումը շուրջ 3 շաբաթ առաջ բողոքարկել էին, բայց մինչ օրս վերաքննիչը այն վարույթ չէր ընդունում, պատճառաբանելով, թե նյութերը չի ստացել։ Մինչդեռ առաջին ատյանից ասում էին, որ ուղարկել են, թե ուր էին 3 շաբաթ շարունակ անհետացել գործի նյութերը, այդպես էլ հայտնի չդարձավ, բայց ԲԴԽ-ի դիմաց ցույցից հետո պարզվեց, դրանք ի վերջո հասել են վերաքննիչ դատարան։ Մինչ օրեր շարունակ կալանքի որոշման բողոքարկումը ձգձգվում է, Արեգ Նազմանուկյանը շարունակում է մնալ անազատության մեջ, զրկված իր դեռահաս դստեր հետ անգամ հեռախոսազրույց ունենալու հնարավորությունից։ Ինչ եկեք երախուն տանջում, որ ինքը գա իր մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի։ Կալանավորված Արեգ Նազմանուկյանի 13-ամյա աղջկա հետ հոգեբան է աշխատում։ Մասնագետը ներգրավել է մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ երեխայի լավագույն շահից ելնելով։ Շուրջ 1 ամիս մոր հետ շփումից զրկված երեխայի մոտ փաստաբան Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ հոգեբանական խնդիրներ են առաջացել, ինչն արձանագրել է հենց հոգեբանը։ Առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը ընդդիմադիր Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգ Նազմանուկյանին կալանավորելու որոշումից բացի նաև արգելել էր 46-ամյա կնոջը շփվել հարազատների, ներառյալ 13 տարեկան աղջկա եւ 85-ամյա մոր հետ։ Նախկին պատգամավորը կալանավորվեց հուլիսի 9-ին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Արեգ Նազմանուկյանը մեղադրանքը չի ընդունում։ Պարզ էր, որ դեռահասության տարիքում գտնվող երեխայի նկատմամբ չէր կարող դա բացասական հետևանք չունենար եւ հոգեբանը ներգրավել է։ Հոգեբանը ներգրավել է, երեխան այցելում է հոգեբանին, շատ մանրամասներ չեմ ուզում ասել, բայց նույնիսկ մենք ունենք արդեն իսկ դրված հոգեբանի եզրակացությունը, որն ասում է, որ երեխային մեծագույն ստրես է պատճառվել, երեխայի մոտ առկա են որոշակի արդեն իսկ հոգեսոմատիկ դրսևորումներ կապված հենց այս կալանավորման եւ այս շփման բացակայությամբ։ Դուք չանդրադարձաք նրան, որ խափանման միջոց օգտագործվում է որպես տանջանք։ Չանդրադարձաք, որ դուք այդ երեխուն տանջում եք։ Երեխայի հասկանում եք, ինքը չի կարա մայրը սենց աչքով ինչ որ մի բան ասի, ինքն էլ գնա փաստաբանն ասի, չէ, այսպես փոխի ես քո ցուցմունքը, որ չասեն, թե դու շպիոն ես։ Արեգ Նազմանուկյանի դստեր հարցը վերջին օրերին ակտիվ քննարկվում է նաև խորհրդարանում, պնդելով, որ երկրում արդարադատություն չկա, իսկ կալանքը իշխանությունն օգտագործում է իր ընդդիմախոսներին պատժելու համար, ընդդիմադիր պատգամավորները բերում էին հենց Մանուկյանի 13 տարեկան երեխայի օրինակը։ Իդեպ, երբ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ընտրության օրը նախկիններին մեղադրում էր բռնաճնշումների մեջ, պատմելով, թե ինչպես հոր Կարապետ Ռուբինյանի կալանավորումից հետո ինքն իր 18-ամյակը նշել է առանց նրա, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Ախամոյանը հիշեցնում էր, որ հենց այսօր Արեգ Նազմանուկյանի երեխան զրկված է մոր հետ շփումից։ Իդեպ մի քանի օրից Մանուկյանի դուստրը կնշի իր ծննդյան 14-ամյակը։ Հիմա օրինակ կա 13 տարեկան աղջիկ երեխա, ով իր մայրիկին տեսնելու, խոսելու հնարավորություն պարզապես չունի։ Շատ ցավում եմ, որ 13-ամյա աղջիկը, որը իմ դստեր տարիքին է, հնարավորություն չունի մորը տեսակցելու։ Իշխող ԿՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասում էր, թե իհարկե ցավում է երեխայի համար, բայց միաժամանակ հիշեցնում էր, թե ինչի մեջ է մեղադրվում Արեգ Նազմանուկյանը։ Բայց նաև որպես պատգամավոր հաշվի առնելով նաև ինչ մեղադրանք է առաջադրված, իսկ դուք գիտեք, որ ծանրագույն մեղադրանք է, իրավապահ համակարգը նման
ուրեմն սանկցիա է մտածել, որոշել։ Փաստաբանը մինչդեռ հակադարձում է Արեգնազ Մանուկյանին միջին ծանրության մեղադրանք են ներկայացված, բայց անգամ ծանրագույն հոդվածներով մեղադրվող անձանց չեն արգելում շփվել երեխաների հետ։ Ուզում եմ եւս մեկ անգամ ասեմ, որ Արեգնազ Մանուկյանը չի մեղադրվում պետական դավաճանության մեջ։ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը ենթադրություն է այն մասին, որ ենթադրաբար որևէ պետական գաղտնիք հավանաբար փոխանցվել է Արեգնազ Մանուկյանի կողմից Անդրանիկ Թևանյանին։ Դա իր բովանդակությամբ հանդիսանում է միջին ծանրության հանցանք, եւ եթե նույնիսկ այդ միջին ծանրության հանցանքը տեղի ունեցած լիներ, ինքը իր բնույթով չէր կարող հիմնավորել երեխայի հետ արգելքի անհրաժեշտությունը շփման։ Անցած ամսվա վերջին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելեցին կալանավորված Մանուկյանին, որից հետո ՄԻՊ-ը մոր հետ երեխայի շփման արգելքի հարցը բարձրացրել էր իրավասու մարմինների մոտ։ Խնդիրը սակայն առ այսօր հանգուցալուծում չի ստացել։ Ավելին, շուրջ 3 շաբաթ պաշտպանական կողմը փորձում էր հասկանալ, ինչու վերաքննիչ դատարանում Արեգնազ Մանուկյանի գործն այդպես էլ չի մակագրվում որևէ դատավորի։ Պաշտպանները Մանուկյանի կալանավորման եւ սահմանափակումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էին վերադաս ատյանում։ Դատարանը դիմումը ստացել էր դեռ հուլիսի 20-ին, բայց Մանուկյանի գործի նյութերը այդպես էլ վերաքննիչ չէին հասնում։ Փնտրվում է Արեգնազ Մանուկյանի բողոքը, որը դուրս է եկել եւ բողոքի նյութերը, որոնք դուրս են եկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանից, առաջին ատյանի եւ այդպես էլ վերաքննիչ դատարան չեն հանձնել։ 2 շաբաթ տանում բերում են։ Դուք էլ այդ գործի լուր վկաներն եք ու մեղսակիցներն եք։ Արդարություն! Արդարություն! Այն բանից հետո, երբ այսօր Մայր Հայաստանի անդամները ցույց կազմակերպեցին դատարաններին վերահսկող բարձրագույն դատական խորհրդի առջև, պնդելով, որ այդ կառույցը նույնպես մեղսակից է 13-ամյա երեխայի տանջանքների համար, պարզ դարձավ, որ Մանուկյանի գործը 3 երեկոյան ժամը 8-ին մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։ Այդ մասին ԲԴԽ-ից փոխանցեցին հենց ցույցի ընթացքում։ Իդեպ դրանից ընդամենը մի քանի րոպե առաջ բարձրագույն դատական խորհուրդը մերժել էր ընդունել փաստաբանին, հորդորելով գրավոր շարադրել բողոքը։ Որ կգնաք տուն, ձեր 13-ամյա երեխաներին կտեսնեք, կհիշեք Արեգնազ Մանուկյանի երեխային, ամոթ, ամոթ! Վանաձորում թաղամաս կա, որ արդեն 3 ամիս է չունի տրանսպորտ։ Մոտակա ավտոբուսի կանգառ հասնելու համար մարդիկ ստիպված են շատ երկար քայլել։ Այս թաղամասը ուներ սպասարկող ավտոբուս, այն սակայն շատ անկանոն եւ վատ էր աշխատում։ Բողոքներից հետո քաղաքային իշխանությունները խոստացան շտկել իրավիճակը եւ ավտոբուսի գիծը ընդհանրապես հանեցին։ Հիմա տարոն մեկ թաղամասում ոչ ավտոբուսի ուշացման խնդիրներ կան, ոչ ավտոբուսներ։ Այսօր չսկտրվեց։ Մինչև իջանք, բարձրացանք, կամած մինչև հասնենք, вообще ճնշումսել 150, մինչև 200 հասնում այն ճնշումը։ Վանաձորցի թոշակառու Լիանա Ազիզբեկյանի համար շաբաթական մի քանի անգամ քաղաքի կենտրոն իջնելը իսկական փորձություն է։ Արվարձանային տարոն մեկ թաղամասն արդեն 3 ամիս է կտրված է կենտրոնից։ Քաղաքային տրանսպորտը թաղամաս չի մտնում եւ կանգառ հասնելու համար Տարեսկինն ու նրա հարևանները ստիպված են ոտքով մոտ 1 կիլոմետր ճանապարհ կտրել։ Սա ինվալիդ, քոր, թար, մարդիկ ի վիճակի չենք Էնդի բդուզ գալու, հրես առիթմե ունեմ, սրտից հիվանդեմ։ Արժանի չենք, որ մի մարշրուտնի գցեն, գնանք քաղաք գանք։ Ես քաղաք եմ գնամ, ամբողջ ուշադրությունս ու միտքս զբաղված է, թե ես որ են աստան փողոցումը իջնեմ, տրանսումը, ոչ պետքա բարձրանամ վերև, եթե ձերից 2 կիլո կամ կամիդոր կա, կամ 2 կիլո միս կա։ Եթե մարդը ուզում է օրվա մեջ 2 անգամ իջնի քաղաք տարբեր գործերով, նվազագույնը 5-ից 6 հազար դրամ պետքա ծախսի տաքսի ծառայությունից օգտվելու համար։ Ինչքան աշխատավարձ ենք ստանում, հիմնականում տաքսիների վրա ենք ծախսում։ Խնդիրը նոր չի ծագել։ Դեռ 1 տարի առաջ, երբ թաղամասը սպասարկող 19 համարի միկրոավտոբուսները երթուղի էին դուրս գալիս վարորդների սրտի ուզածով, բնակիչները դիմել էին քաղաքապետարան, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանից խնդրելով կարգի հրավիրել անկանոն աշխատողներին։ Կարող էր օրինակ գծից վարորդ դուրս գալ գնալ էքսկուրսիա, չգիտեմ, օդանավակայան, ուղևորներին թողած կանգառներում, ուղևորները կանգառներում սպասում էին, վարորդը գնում էր այլ գործեր էր անում վճարովի։
Քաղաքապետարանից խոստումնալից պատասխան էին ստացել, թե հարցը քննարկվել է, իսկ սպասարկումն այսուհետ կլինի արդյունավետ ու պատշաճ։ Ամիսներ անց այդ արդյունավետն ու պատշաճը դարձավ երթուղու իսպառ վերացում, 19 համարը ուղղակի անհետացավ փողոցներից։ Այն որ ասում է հոնքը շինելու տեղը աչքը հանեցին, լրիվ այդ դարձավ։ Փոխարենը թոշակառու թե դպրոցական, առողջ թե ձեռնափայտով ամեն օր ստիպված են ոտքով մայրուղի հասնել մեկ այլ, երրորդ համարով քաղաքի կենտրոն գնալու համար։ Վերջին անգամ երբ եք տրանսպորտ նստել տեղի։ Վերջին անգամ ինչքան կլինի մի 3 ամիս, որ տրանսպորտ չունենք ընդհանրապես։ Վերջին պատասխանը։ Վերջի պատասխանը իրանց բանով կամ ոնց կուզենանք կքշենք, կուզենանք բան կանենք, կաշխատենք, կուզենանք չենք աշխատի։ Ստորագրահավաք ենք արել։ Այս տարվա գարնանը 200 բնակչի ստորագրությամբ նոր դիմում են հասցրել իշխանություններին, բայց հեվացող թոշակառուների պատմությունը լսելու, խնդիրը լուծելու փոխարեն նրանց անհույս են թողել։ Երթուղին չի աշխատի, որովհետև շահավետ չէ։ Նույն պնդումը Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարն օրերս նաև մարզպետարանում համայնքի խոշորացման թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ էր արել։ Տվյալ թաղամասի մրցույթը մի քանի անգամ հայտարարվել է, մասնակից չի եղել։ Մինչդեռ բնակիչները վստահ են, երթուղին ոչ շահավետ դարձավ հենց պատասխանատուների անգործության պատճառով, երբ մարդիկ ժամերով ապարդյուն սպասում էին կանգառներում։ Բայց հիմա նույն մարդիկ են, բոլորովին նույն մարդիկ են ապրում ստեղ, ոչ ոք չի գնացել ստեղից։ Ոնց եղավ, որ հմիկ չեն նստում, հենց դրա համար, որ գիտեն, հա, չկա, լավ, նստենք երրորդը գնանք, 19 չեկավ, նոր կար, հմիկ չկա։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներքաղաքային երթուղիների բաժինը դատարկ է, ոչ մի տեղեկություն կայացած մրցույթների կամ գծատերերի մասին։ Քաղաքում վաղուց խոսում են, որ գծատերերի թիկունքում պաշտոնյաներն են կանգնած ու իրենց փայաբաժինն ունեն։ Սա դեռ 1 տարի առաջ բացահայտ քննադատում էր անգամ իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ վանաձորցի Ռոբերտ Աղազարյանը, հայտարարում, թե դա է պատճառը, որ գազելները դեռ շարունակում են այստեղ աշխատել ու դրանք ավտոբուսներով փոխարինելու նախաձեռնությունները տապալվում են։ Կամ չեն ցանկանում, կամ գիտակցորեն ձգձգում են, քանի որ ավտոբուսը բնականաբար փոխարինելու է մի քանի գազելի, եւ այստեղ գծատերերի խնդիր կա, գումարի խնդիր կա։ Ուշագրավ է, որ դեռ 2022-ին Եվրամիության 4 միլիոն եվրոանոց ծրագրով քաղաքապետարանը հպարտորեն ներկայացնում էր էկոլոգիապես մաքուր տրանսպորտային ցանցի ռազմավարությունը, իսկ Եվրամիությունից 5 էլեկտրական ավտոբուս նվեր ստանալուց հետո նույնիսկ պարտավորվել էր ապագայում շահագործել բացառապես էլեկտրական տրանսպորտ։ Այսօր մինչդեռ էկոլոգիական խոստումները մոռացության են տրվել ու ազդարարում են դիզելային վառելիքով աշխատող սովորական ավտոբուսներ բերելու մասին։ Տարեվերջին կունենանք ավտոբուսները 19 ուղևորի համար նախատեսված։ Տարոն 1 թաղամասի բնակիչները մինչդեռ արդեն կորցրել են հավատը, համոզված են, որ 45 նոր ու չափերով ավելի մեծ ավտոբուսները պարզապես չեն կարողանա անցնել իրենց նեղլիկ փողոցներով, եւ խոստացված տրանսպորտային բարեփոխումը իրենց ամենևին էլ չի հասնի։ Իրենք ոչ թե հարմարավետություն, այլ էլի սեփական ոտքերի ծանրություն ու ցավ կզգան։ Միջազգային լրահոսից մի քանի լուր։ Ուկրաինան բախվել է հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների սուր դեֆիցիտի։ Երեկ երեկոյան Կիևում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով այս պահին Ուկրաինան ստանում է 2025 թվականին մատակարարված հրթիռների ընդամենը 1/3-ը։ Reuters-ի տեղեկություններով հոբ համակարգերի սպառազինության պակասն ակնհայտ է դարձել հատկապես վերջին շաբաթներին։ Չորեքշաբթի օրը Կիևի ուղղությամբ իրականացված ռուսական օդային հարձակման ընթացքում ուկրաինական հոպը չի կարողացել ոչնչացնել քաղաքի ուղղությամբ արձակված 24 բալիստիկ հրթիռներից եւ ոչ մեկը տեղեկացնում է լրատվամիջոցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունները կարծես թե բավականին լավ են ընթանում, հերթական անգամ դրական բնութագրելով Իրանի պատերազմն ավարտելուն միտված քննարկումները, թեև պաշտոնական Թեհրանից չեն հաստատում, թե բանակցություններ էին նախատեսվում Վաշինգտոնի հետ։ Նախագահ Թրամփը նախորդին պնդել էր, թե երեքշաբթի ողջ օրվա ընթացքում Իրանի հետ շատ լավ քննարկումներ են անցկացվել, միաժամանակ սպառնալով Իրանին շատ կոշտ հարված հասցնել, եթե համաձայնության չհասնեն։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ իրանցիների հետ գործ ունենալը դժվար է, քանի որ Իրանը շատ մասնատված կառավարման համակարգ ունի, իրարից տրամագծորեն տարբերվող մոտեցումներով։
Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական հաջորդ թողարկումը վաղը երեկոյան ժամը 8-ին է։ Հաջողություն։